Ողջույն սիրելի հայրենակիցներ, երկիրն արթնացավ այսօր վարչապետի գրառումներով եւ բոլորը ինչ որ զարհուրական գրառումներ են անում։ Ես ինքս լողում էի լողավազանում, դուրս եկա բազմաթիվ մեսիջներ, զանգեր, մարդիկ զանգում են, գրում են, բայց ոնց կլինի, այս ինչ է նշանակում, սա ինչ անելու բան է, բայց հետո սկսեց ավելի շատ գրառումներ կատարել, առաջին գրառման հետ կապված էր, որ Սրբազան գնա շարունակիր քերուդ կնգան դոմփել, ինձ հետ ինչ գործ ունես։ Հետո գրել է, իսկ անհրաժեշտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսած դասից քանի հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին, հետո ոմանց ուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ, մեր հոգեոր վերնախավի կեսը նույն վիճակում է ու դա ոմանց չի հուզում, եւ իսկ ինչ է լինում, երբ պարզում է, որ կուսակրոն հոգեորականը խախտել է կուսակրոնության ուխտը, նա զրկվում է պաշտոնից, աստիճանից, փիլոնից, հիմա որն է բարոյապես ավելի ազնիվ, կամավոր հրաժարական տալ, թե ընկնել մտատանջանքների մեջ, այսինքն առաջին գրառման արձագանքները վարչապետը տեսնելով սկսել է թեման ցրել, շեղել, տանել այլ տեղեր, բայց ինչն է այստեղ շատ կարևոր, մարդիկ ուզում են հասկանալ, լավ ինչն է պատճառը, ինչու է վարչապետը Նիկոլ Փաշինյանը նման ոճով սկսել խոսել։ Մի քանի հենքեր կան, ես ուզում եմ մանրամասն մեր ժողովրդին բացատրենք, որ մարդիկ իմանան, թե ինչ է իրականում կատարվում Հայաստանի Հանրապետությունում, որ դուք իմանաք, որովհետև վերջին հաշվով նախընտրական շրջան է, սա նաև նախընտրական շրջանի հետ է կապված, ելի հայրենակիցներ։ Հիմա այդ Սրբազանը դոմփում է, նախ այդ խոսույթը բացարձակապես վարչապետին հարիր չէ եւ շատ փողոցային խոսույթ է, բայց դա որ այդպես օգտագործվում է, մի քանի ուղղություններով աշխատանք է դրանով տարվում։ Առաջինը, որ բոլոր սրբազաններին ժողովուրդը կասկածի, որովհետեւ չի ասվում, չէ, որ սրբազանի մասին է խոսքը գնում, այսինքն հետեւաբար բոլոր սրբազաններին ժողովուրդը կասկածի, որ այ կարող է այս սրբազանին նկատի ուներ, թե այն մի սրբազանին, թե չգիտեմ այն մի։ Իմ ենթադրությամբ սա ինչ որ մի բամբասանք է, մի ինչ որ բամբասանք, որը վարչապետը գրում է, օգտագործում է ամբողջ հայարակելական Սուրբ եկեղեցին վարկաբեկելու համար, պետական այս ազգային ինստիտուտը փչացնելու համար։ Ինչու է նա դա անում, որովհետև Ադրբեջանից Իլհամ Ալիևի կողմից հստակ կա հրահանգ դենացիֆիկացիա անցկացնել Հայաստանի Հանրապետությունում, որը Նիկոլ Փաշինյանը եւ նրա գլխավորությամբ իր թիմը ամբողջ ուժով իրականացնում են, ինչ ասա նշանակում քանդել, փչացնել, պղծել Հայաստանի Հանրապետության այս պետականության մեր ժողովրդի գոնե վերջին 200 տարվա ինքնության հիմքում ընկած, ձևավորման հիմքում ընկած բոլոր արժեքային համակարգերը։ Այսինքն տեսեք, ցեղասպանությունը ուրացան, արդեն ունենք արձանագրել ենք, խոսել ենք սրա մասին։ Արցախյան շարժում, Արցախյան հերոսամարտ մեր հերոսներին ուրացան, ասին թոգեր բաներ մեր վզից կապել, ուրացվեց, պղծվեց, գնաց անցան առաջ։ Համաշխարհային երկրորդ համաշխարհային պատերազմում, հայրենական պատերազմում մեր պապերի ներդրումը պղծվեց, ուրացվեց, շարունակվեց այդ եթերներով բանով, դա էլ արվեց, սա դենացիֆիկացիայի կոմպոնենտներն եմ ես ձեզ ասում։ Հիմա հերթը հասել, այ ոչ թե հիմա հերթ հասել, այս ընթացքում շատ է այս հերթը եղել, ազգային պետական մի ինստիտուտի, որը դարերով մեր ժողովրդին առաջնորդել է, անպետություն ժողովրդին, չունի պետություն, այս ազգին առանց պետության առաջնորդել է տարբեր սելջուկների, մոնղոլների, չգիտեմ ում հետ լեզու քթել, մի բան խափել, մի բան արել, ձևը քթել, բերել, հասցրել է պետականության, մեր հոգեորականությունը, հա, մեր եկեղեցին։ Եվ այդ պետականությունն արդեն կա, այլ դրա շնորհիվ որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, падավատ ունի, ախրանա ունի, բան, այնտեղ Ալեն Սիմոնյանը, այդ է պետականությունը, այդ եկեղեցին է բերե հասցրել այդտեղ։ Հիմա բերե հասցրել է այդտեղ, բայց քանի որ պետք է այս պետության հիմքերը քանդել, ապականել, պղծել, որտեղ Ալիևը դա է պահանջել։ Հետևաբար պետք է արդեն եկեղեցուն անդրադառնալ։ Հիմա թեման սկսվեց այդ չուլանացումից, որ եկեղեցիները չուլանացվում են, բան դա ինչ է նշանակում, ասենք, չգիտեմ, եթե մի բան էլ տեսել ես, հա գնաց մեկի ձեռը բռնի կամ դու ինքդ արա մաքրի եւ դրա մասին մի բարձրաձայնի, եթե նման բան կար, ասենք, որովհետեւ իրական քրիստոնյան պետքա դա անի, իմ ծնողները, իմ հորեղբայրները, մեր ամբողջ ցեղը, օրինակ, Դսեղում Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ եկեղեցին, որը փլուզված եկեղեցի է, հա, անդադար տարիներով գնում են այնտեղ մաքրում են, ես ինքս էլ մասնակցել եմ, այսինքն դրա մասին չես գնում, էլի բան գորգորում ստեղ այնտեղ բան, տեսել ես շտկեիր, բայց կառավարության նիստում դա ասել, դուք նայեք ադրբեջանական մամուլը,
որ հա մեր Փաշինյանը Նիկոլը սկսել է պղծել իրանց եկեղեցին, ապրել շատ բա մեզ եք մեղադրում Արցախում եկեղեցիներ քանդելու մեջ։ Լա մի հատ ձեզ նայեք ու սկսվում է այդ բանը։ Հետո հոգեորականներն արձագանքեցին այդ ճուլանացման թեմային, հա ինքը արդեն այսօր առավոտից սկսեց, չգիտեմ ինչ որ բազան իրաքերու կնգան, հա դոմփում բարձա բնականաբար ինչ որ բամբասանք, հա։ Նայեք, կաթոլիկ եկեղեցում մանկապղծության դեպքեր են արձանագրվել։ Այո։ Չկա մի ինստիտուտ, որտեղ խնդիրներ չլինեն։ Հիմա ԿՊ-ում մարդ չկա, կակային է օգտագործում։ Ասեք, բայց որևէ չենք ասում, չէ՞, սա ԿՊ-ն կակային է օգտագործում։ Իշխանության մեջ մարդ չկա, որ ինչ որ պիղծ բաների մեջ է ներգրաված։ Բայց չենք ասում, չէ՞, ամբողջ իշխանությունը պիղծ է։ Այսինքն, այս իմաստով ինչ է արվում։ Ինչ որ մեկը, հա, կարող է կուսակրոնա, բայց գայթակղվել է, հա, ինչ որ ամուսնացել է կամ ոչ ֆորմալ ամուսնացել։ Բան հիմա ինքը մտել է այս թեմայի մեջ, հեսա ու ամբողջ եկեղեցին վարկաբեկում է։ Հիմա ով կարա կաթոլիկ եկեղեցու հետ մանկապղծության դեպքեր են եղել։ Բազմաթիվ սկանդալներ կան։ Ամեն Հռոմի պապի առաջ այս հարցը դրված է։ Կոռուպցիոն սկանդալներ։ Բայց ով կարա Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ այս տոնով, այս ձևով խոսա, ով չկա, գոյություն չունի այդպիսի անձնավորություն։ Կոչնչացնեն բուղակի։ Եվ ամեն անձնավորությունը իրան հաշիվ է տալիս, որ չի կարա նման բան անի։ Բայց գալիս ենք Հայաստան, Ալիևի կողմից հրանք կա, որ պղծեք ձեր պետությունը, քանդեք, մինչև հիմնահատակ քանդուք հարաբարեք, արդեն դե մեկը գրում է, բա Նիկոլն անդրադառնում է ՖՍԲ-ի վերջին կառույցին, ապրես Նիկոլ, քանդիր ՖՍԲ-ի վերջին կառույցը, բան, հասկանում եք, այս արևմտամետների պիղծ լինելն է ինչի մեջ է, պիղծ արևմտամետ կներեք, արևմտամետներ, իզուր եմ ասում, արևմտամետ չէ, լավ, արևմտամետ չի կարելի ասել, այդ բարի մեջ որոշակի լեգիտիմություն կա, արևմուտքում, կաթոլիկ եկեղեցին արևմուտքում է, չէ, ով կարա կաթոլիկ եկեղեցու հետ նման ձևով խոսա։ Իրանց պղծությունն ինչի մեջ է այս քարոզիչների, այս պրոպագանդիստների, որ իբր թե բան են։ Իրանք ասում են Զելենսկին ճիշտ է, որ չի դենացիֆիկացնում իր երկիրը։ Եվ պաշտպանում են Զելենսկուն։ Okay, կարծիքա, լավ է, նորմալ է։ Բայց Ալիևի դենացիֆիկացիայի օրակարգը Հայաստանում իրանք պաշտպանում են Հայաստանի դեմ, մեր պետության դեմ։ Էս եք դուք։ Հիմա օրինակ նաև ուզում եմ մեր նախին գործընկեր Արամ Զավենի Սարգսյանին կոչ անեմ։ Նա ասում է Աստծու բարին ամեն բարևելիս, պաս է պահում, ունեք ես պաս չեմ պահում։ Ես ինձ համարում եմ հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, բայց ես այդքան լավը չեմ, ես գայթակղություններ ունեմ։ Ես չեմ կարողանում պաս պահել։ Փորձել եմ մի քանի անգամ։ Ինքը պաս է պահում, բան տենց անդադ խոսում է հավատքից, Աստծուց, բաները, սաղմոսներ է գրում, ասենց իր պատի վրա բան, բայց մի հատ կասի, մի հատ կդատապարտի Փաշինյանի այս պահվածքը մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ։ Դե դատապարտի, պարոն Սարգսյան։ Դատապարտի տեսնենք։ Մի հատ օբյեկտիվ եղի, էլի դատապարտի, էլի։ Բայց ամեն օր Աստծուց, եկեղեցուց, վեհապարը, բաներից եք խոսում։ Վեհապարին որտեղ տենում եք, գնում եք փաթաթվում եք, ասենք։ Բայց որ ասենք հանկարծ իշխանության հետ հարցը չէ, բնական ոնց կարող է, ոնց կամ այն մյուս բաները, ասենք, այդ դենացիֆիկացիայի դեմ խոսացող մյուս այսպես կոչված բաները, Զելենսկու ջատագովները, ասենց ասեմ, հա, ուկրաինական նարատիվներ Հայաստան բերողները, Թուրքիայի ու Ադրբեջանի ագենտները, բա դուք մյուս կոմպոնենտը, նայեք, առաջի կոմպոնենտը դենացիֆիկացիան է, քանդել, պղծել մեր պետական ինստիտուտներից, սա մասին խոսեցինք։ Մյուսը, ինչ արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գլխավոր դատախազի նամակի միջոցով կալանքի ա վերցրել Վարդան Ղուկասյան դոգին Ամերիկայում։ Բայց իրանք ինչ են անում։ Իրանք սկսել են խոսալ այդ ոճով, մտածում են այդ իրենցից փախած ձայները, որ գնացել է արդեն այդ էլեկտորատը գնացել այն կողմ, փորձում են այդ ձայները բերել, դուք զբաղված եք ձայնագողությամբ պետական ամենաբարձր պաշտոնից պղծելով հայոց լեզուն։ Հասկանում եք, դոգը դոգն է, ես այդ ձևով չեմ խոսում։ Ես այդ ձևով չեմ խոսում։ Այդ մարդու ոչն է։ Դա իր ոչն է, իր տիրույթն է, իր տարածքն է։ Ես քֆուրով չեմ խոսում։ Հասկանում եք, բայց ինչ է տեղի ունեցել, իրանք բռնել են իրան, ուզում են ձայները գողանան, անազնիվ կեղտոտ մի հատ process, կեղտոտ process։ Էս մի հատվածը տեղի ունեցողի։ Եվ գիտեք ինչն է բանը, սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ձեզ ասել, որ սա դեռ ժուրնալն է, որ ասում են։ Ինչու՞։ Որտեվ նախընտրական տարում դուք այնպիսի բաներ եք տեսնելու իշխանություններից։ Դուք այնպիսի բաների եք ականատեսին, որ այսօրվա ձեր զարհուրանքը, այսօրվա ձեր վայ, վույ, հայ, բույ տեսար ինչ գրես, լա նայի ես ինչ ա գրել, այդ ամեն ինչը բանը, ոնց ասեմ, ժուրնալն է, ժողովուրդ։
Ինչու, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Նիկոլ Փաշինյանին երրորդ ժամկետ չեն տալիս, բոլոր հարցումները չեն տալիս, չի հավաքում 50% եւ ավել ինքը, չունի երրորդ ժամկետով վերընտրելու հնարավորություն։ Երրորդ ժամկետի հնարավորությունը նա կարող է ստանալ միայն Ալիևից ու Էրդողանից։ Հետեւաբար պետք է անի Ալիևի ու Էրդողանի ասածները։ Ալիևի ու Էրդողանի ասածները։ Ինչ են ասում նրանք, ինքը դա պետք է անի։ Ինքնիշխան, բան է ստից խոսակցությունները, այսօր էս արևմտամետներն էլ ընկած այդ թեմայի մեջ ուզում են այտենց էփեն, բա չէ որ ախր բան չի։ Ժողովուրդ ինքնիշխան երկրի ղեկավարը չի կարող ասի, որ եթե խաղաղության պայմանագրի տեքստը հակասի իմ սահմանադրությանը, իմ պետության ողնաշարին, ես կփոխեմ սահմանադրությունը։ Չի կարող նման բան ասի։ Եթե բանակցածը տեքստը չի համապատասխանում սահմանադրությանը, դու փոխում ես բանակցած տեքստը, դու վերաբանակցում ես բանակցած տեքստը։ Ուրեմն դու վատ ես բանակցել, դու հրաժարակ Հայաստանի գնում ես, հասկացա՞ր։ Ոչ թե դու բերում ես մի հատ տեքստ, որ Ալիևն է ասել։ Ու ասում ես սակայն որ հակասում է իմ պետության ողնաշարին, ես պետությանս ողնաշարը կծռեմ հանուն Ալիևի այդ տեքստի։ Հասկացաք, ինքնիշխան երկրի ղեկավարը, ինքնիշխան պետությունը չի կարա նման բան խոսա, չի կարա նման բան ասի։ Հետեւաբար, այդ ինքնիշխանության լոլոները տարեք ձեր բաները օգտագործեք, չասեմ, տարեք ուր ինչ արեք։ Եղավ։ Չփորձեք մարդկանց sense տխմարագույն ստերով բան անեք, մանիպուլացնեք, բան անեք, թե իբր թե բանը անկախության, ինքնիշխանության պաշտպանները հզոր ջարդ, բան, որ մին զարկի ջարդի 1000 բան, այս բաների մեջ մտնեք։ Ես ուղղակի չգիտեմ էլ ոնց, ուղղակի շատ կարևոր է, էլի որ մարդիկ այդ չմտնեն, եւ ես կոչ եմ անում, ժողովուրդ, մի մտեք այդ խոսույթի մեջ։ Դոմփել, մոմփել, մի մտեք։ Ընդհանուր մեզ բոլորիս ուզում են պղծեն։ Մեզ բոլորիս ուզում են պղծեն։ Ասում եք ցանկացած մարդ փողոցում կարա ինչ-որ տես տեքստ ասի։ Կամ ինչ-որ մեկ իր լայվի մեջ, բայց դա երկրի ղեկավարը չպետք է լինի։ Սրա մասին է խոսակցությունը գնում։ Հիմա կարող է ես էլ հայաթեմ մեկը գա հետս կռիվանի, այնպես քֆուրներ տամ կյանքում լսած չլինեն։ Ասենք Կիրովականի ցարկուտից հետս բերած լինեմ։ Բայց ես որպես երկրի ղեկավար, ես որպես բացասական պաշտոնատար անձ, ոնց կարող է դա անեմ, որ ասենք երեխեք, չգիտեմ, մայրերը կանայք, ես իմ ովքեր ման նայեն, թե ով քերու կնգաննա, չգիտեմ ինչ անում։ Ինչ ասես կարա լինի, բայց դա կարելի է տարածել բոլորի վրա։ Ասում չկա մի ինստիտուտ, մի մարմին, մի գյուղ, ասում գյուղ չկա որ շունչելնի, չէ՞։ Չկա մի տեղ որ չլինի մի վատ բան։ Եվ չի կարելի այդ բամբասանքի մակարդակը բերել երկրի պետական ամենաբարձրաստիճան պաշտոնյայի շուրթերով սկսել հրամցնել ժողովրդին։ Հետո սել խոսալ, որ բայց կարողա կուսակրոն չեն, բայց չգիտեմ ինչ են, ես իմ ինչ են բան։ Դուք սա երկիրը քարուքանդ եք արել, սա երկրի հիմքերը դոմփել եք Ալիևի ասելով։ Ինչ կա, չկա դոմփած այս երկրում, ձեր բառապաշարով։ Ինչ կա այլանդակ է, այլասերել եք։ Այսինքն դուք ու ոլորտը կարգավորի, դուք ես, այսինքն ասում, կայսինը կայսրին։ Իրանք իրաց խնդիրներն ունեն, իրանք ամենախիստ դատով են դատվելու, որովհետև Աստծո դատաստանի իմաստով նրանց ամենաշատ պատասխանատվությունն է տված հոգևոր առաջնորդներին։ Դու աշխարհիկ առաջնորդ ես, դու աշխարհիկ առաջնորդության մեջ քեզ ճիշտ բայի։ Դու աշխարհիկ առաջնորդության մեջ մի հատ քու կարգու կանոնը, քու տարածքդ քեզ վստահած տիրույթով զբաղվի։ Դու ինչ գործ ունես հոգևորականների վստահված տիրույթի մեջ մտնես։ Ինչ կապ ունես դու, որ ինչ ես դու մտնում են դաշտ։ Ստեղ է խնդիրը։ Այսինքն մարդը իր գործը չի անում, մտել է ուրիշի թեմաների մեջ, ուրիշի հարցերով է զբաղվում։ Ինչ ասեմ, ես էնի արդայնացա, սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ կիսվեք, տարածեք այս ամեն ինչը եւ ելի եմ ձեզ կոչանում մնանք բարոյականության այն սահմաններում, որ հարիրա մեր պետությանը մեր ազգին եւ թույլ չտանք որ պղծեն մեր պետական ինստիտուտները։ Ես ասում եմ մեր եկեղեցին դա մեր ազգային պետական ինստիտուտներից ամենագլխավորներից է, պետության հենասյուներից է եւ դրա պղծումը քարուքանդ անելը, ժողովրդի աչքից գցելը, ժողովրդին հանել եկեղեցու դեմ, այդ ամեն ինչը արվում է մի նպատակով, այս պետականության ոչնչացման, այս պետականության արևմտյան ադրբեջանացման համատեքստում Ալիևի պատվերն է դա, սիրելի հայրենակիցներ, որպեսզի կարողանան նորից ընտրվել։ Էսա։ Ուրիշ մեջը ինչ որ բան մի փնտրեք, մի մտեք, չգիտեմ ում ծոցը, ես իմում տեղաշորը, ես իմ ինչ է, սա մեն անելու բանը չի։ Խնդրում եմ միացեք մեր ալիքին եւ տարածեք այս տեսանյութը։ Լավ մնացեք, սիրելի հայրենակիցներ։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։